Ասենք փառք մեր սիրելի Փրկչին։ Տիրոջ անունը թող փառավորվի եղբայրներ քույրեր, որովհետև նա սքանչելի է, նա մի օրհնյալ գործ է կատարել մեր կյանքի ամբողջ համաշխարհային մարդկության կյանքի մեջ, որ ով որ նրան հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Եվ այսօրը յուրահատուկ օր է, որովհետև Աստված Իսրայելի ժողովրդին պատվիրեց Զադիկը տոնեն, որպես հավիտենական կանոն քրիստոնյաների համար։ Թող այսօր Աստված օգնականը լի, որ մենք իրապես տոնենք, փառք տանք իր սուրբ անվանը, գոհանանք իրանից իր արած մեծ գործի համար, որովհետև նա խաչի վրա հաղթեց մահին։ Մահը այնպիսի մի բան է, որ մարդկությունը ժառանգել է ադամական մեղքի պատճառով եւ մահին ոչ մի մարդ չի կարացել ընդդիմանալ։ Ամենահարուստները, ամենաանվանի մարդիկ էլ, որ մեծ պալատներ ունեն, պարիսպներով պատված, մահը բարձրացել է եւ իրան ծնկի է բերել, բայց փառք Հիսուս Քրիստոսին, որը խաչի վրա հաղթեց եւ երրորդ օրը հարություն առավ եւ ասավ ամեն բան կատարվեցավ։ Փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր, բայց այս հարությունով, այս տոնով չի վերջանում ոչ մի բան։ Սա խորհրդավոր մի բան է, որ մենք էլ ունենանք հարուցյալ կյանք, մեզ էլ է հարություն տվել։ Եփեսացիս 2-րդ գլխի մեջ ասում է, դուք մեռած եք մեղքերի եւ հանցանքների մեջ, նա ձեզ կենդանացրեց։ Աստվածաշունչը վկայում է 3 տեսակ մահի մասին՝ ֆիզիկական մահ, հոգևոր մահ եւ հավիտենական մահ, որը դժոխքն է։ Տեր Հիսուս Քրիստոս մեզ հարություն է տվել հոգևորապես, հոգևոր մահից եւ մեզ կենդանացրել է։ Մեզ տեղափոխել է սատանայի իշխանությունից դեպի Քրիստոսի տիրապետության տակ։ Մեծ ռեալ փոփոխություն է եղել, եղբայրներ քույրեր, ես չգիտեմ մենք ինչքանով ենք գիտակցում, ինչքանով ենք մենք հավատում սրան։ Սա շատ կարևոր բան է, որ մենք իր տիրապետության տակ ապրենք, հնազանդվելով իր տիրական կամքին, սա շատ կարևոր է։ Իր պատվիրանքները պահենք, ինքը լինի մեր կյանքի մեջ առաջինը։ Թող Տերը օգնի, եղբայրներ քույրեր, Աստված օգնական հասնի, Սուրբ գրքից մի քանի համար կա, ուզում եմ կիսվեմ, թող Աստված օգնական հասնի, ուրեմն Կորինթացիս 5-րդ գլխի 6-րդ խոսքից այսպես ասը. Արդ ձեր պարծենալը աղեք չէ, չեք գիտեր, թե քիչ մը խմորը բոլոր զանգվածը կխմորե, հեռացրեք հին խմորը մեկդի, որպեսի լակ նոր զանգված առանց թթ խմորի, որովհետև Քրիստոս մեր զատիկը մեզի համար զոհվեցավ, ուստի տոն կատարենք ոչ թե հին խմորով եւ ոչ թե չարության ու անզգամության խմորով, այլ անկեղծության, ճշմարտության անխմոր հացովը։ Աստված, որ զատիկի համար պատվեր էր տվել, հացը պետք է լիներ անթթ խմոր։ Եվ հատուկ զգուշացրուց Աստված, որ եթե որից է տան մեջ թթ խմորով հաց գտնվի, նա պետք է ուրեմն մերձվի։ Որն էր եւ այսօր պատվիրում է անթթ խմոր, այսինքն հին մարդը, մեղքը, անզգամությունը, այս բաներից մենք պետք է ազատագրված լինենք, եղբայրներ քույրեր։ Եվ պատկերացրեք, ինչու չի վերջանում սրանով։ Տեսեք, Իսրայելի ժողովուրդն էլ ազատագրվեց գառան արյունով, մենք էլ ենք ազատագրվել։ Նրանք էլ ազատագրվեցին, 9 հարվածները էական ոչ մի փոփոխություն չբերեց Իսրայելի ժողովրդի, որոնք ծառայության լծի տակ էին Եգիպտոսում։ Բայց 10-րդ հարվածը Աստված Մովսեսին ասավ,
գամեն տուն թող մի գար առնի մորթի եւ արյունը դրանդիկների վրա քսի, որտեւ այս գիշեր սատակի հրեշտակը պետքա անցնի եւ ամեն տան դրան վրա որ այդ արյունը քսված չլինի, այդ տան առաջնեկները թե մարդու առաջնեկը, թե անասու առաջնեկները պետքա մեռնեն։ Եվ տեսնում ենք, որ Իսրայելի ժողովուրդը կատարեց եւ գառան արյունով ազատագրվեցին, բայց այս ժողովուրդը եղբայրներ քույրեր ճանապարհ կար անցնելու մինչև որ Աստված խոստացել էր հանգստի Քանանի երկիրը իրանց համար։ Այսօր էլ նույնն է մեզ համար, ընդունել ենք, տոնում ենք զատիկը, բայց ճանապարհ կա եւ Իսրայելի ժողովուրդը շատերը մնացին անապատի մեջ իրանց անհավատության պատճառով։ Լավ է որ ուրախանում ենք, լավ է որ տոնա, լավ է որ Աստված առաջին քայլը մեզ փրկել է, բայց մեզ պետք է հասնել, կարևորը վերջավորությունն է, վերջն է, հանգստի երկիրը, հանգիստը այն ժամանակ 5 կտակարանի մեջ հանգիստը Քանանի երկիրն էր, իսկ հիմա Աստված պատրաստել է երկինքը, հավիտենական կյանքը, ոսկե քաղաքը։ Փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր։ Պետք է մեր հավատքը լիարժեք լինի եւ այն ժողովուրդը, ովքեր մնացին անապատի մեջ, Աստված որ առաջնորդում էր, ինչու, որովհետև այդ մարդիկ անհնազանդ եղան Աստծո խոսքին, այդ մարդիկ չհնազանդվեցին, մեզ պետք է ոչ թե մասամբ, ոչ թե ձեռի հետ, Աստված մեր ամբողջ սիրտն է ուզում, քո սիրտդ Աստված ասում է, տուր ինձ, եւ քո աչքերը թող իմ ճանապարհները դիտեն, եղբայրներ քույրեր, այս պատմությունները հասել է մեզ, որ մենք իմանանք, որ մենք խրատ առնենք այս պատմություններից, որ շատերը չմտան, առաջի սերունդից ընդամենը 2 հոգի մտան, մինչև 25 տարեկանները, հազարավորներ մնացին անապատի մեջ, մենք սա պետք է հասկանանք, եղբայրներ քույրեր։ Տերը թող օգնի մեզ այս բաների մեջ, որ մենք Զադիկի խորհուրդը հասկանանք, որ մենք կանչված ենք սրբության, որ մենք կանչված ենք խաղաղության, որ մենք կանչված ենք փրկության, ինչպես ենք մենք արձագանքը։ Եվ նոր կտակարանն էլ այդպես ասեմ, կանչվածները շատ են, բայց ընտրյալները սակավ են։ Ջանք արեք, նեղ դռնով մտնեք։ Թող Տերը այսօր օգնական հասնի մեզ եղբայրներ քույրեր այս բաների մեջ եւ մենք հասկանանք որ ինչա նշանակում փրկություն, ինչա նշանակում կորուստ եւ այսօր վախենանք եւ երկյուղ ունենանք Աստծուց եւ ապաշխարենք։ Օրինաց գրքում ասում է իմ խոսքերը ձեր հոգու եւ ձեր սրտի մեջ պահեցեք։ Խոսքը եւ որ մեր մեջ պահենք, Աստծո խոսքը կենթանի է ու զորեղ է, նա իր գործը կանի, մեզ կփոխի, մեզ կվերափոխի, մենք իր օրենքների եւ իր կանոնների մեջ կգնանք, կհնազանդվենք հասկանալով կարևորությունա շատ, որ մենք միտք առնենք այս փրկությունից, այս խոսքերից ավետարանի, շատ կարևոր է, որ մենք հասկանանք բուն փրկության կարևորությունը եղբայրներ քույրեր, որովհետեւ հավիտենության համար այս կյանքը Եթե դու 80-100 տարի էլ ապրես, հավիտենության առջև սա զրո է։ Ինչու չեն շատերը լիարժեք իրանց կյանքը, իրանց սիրտը տալի Քրիստոսին, որտեղ պակաս է հավատքը, հավատքի պատճառն էր եւ Եբրայեցիս թղթը Պողոս առաքյալն ասում է, եւ անոնց շահը չրավ այն խոսքը լսելը, որովհետեւ հավատքով ընդունված չէր լսողներին։ Տերը օգնի եղբայրներ եւ քույրեր, թող Աստված տա, մենք հասկանանք այս բաները եւ ուրեմն ապաշխարենք, թող այս ժողովը, այս միաբանությունը, այս պաշտանմունքը պատճառ լինի շատերի վերափոխման, շատերի կյանքը թող փոխվի, նոր արարած, նոր ստեղծագործություն, նոր կյանք, հասկանանք սա եղբայրներ քույրեր, թե ինչքան կարեւոր է հավիտենական փրկությունը։ Տեսեք Աստված Այս ամբողջ քաղաքում տեսեք ինչքան ժողովուրդ են։ Աստված ձեզ, մեզ, ամեքիս, ես չգիտեմ ինչու համար։ Ես գիտեմ, որ մենք դրսի մարդկանցից լավը չենք եղել, բայց թե ինչու ենք մենք ընտրված, ինչու ենք մենք կանչված, մենք պետք է սա հաշվի առնենք։
Սա պետք է մենք գնահատենք, որովհետև Տերը մեզ ողորմություն արել եւ մենք չլինենք այն 10 բորոտների նման, որից 9 բժշկվեցին իրանց բորոտությունից, բայց չեկան եւ այն մեկը եկավ եւ նա էլ օտարազգի էր արյուտես։ Եվ Տերն ասավ այն 9 ուր գնացին։ Շատ կարևոր է որ մենք շնորհակալ սիրտ ունենանք, շատ կարևոր է որ մենք հավատանք եւ մեր ամբողջ կյանքը նվիրենք Քրիստոսին, որովհետեւ նա իր անձը ամբողջությամբ է տվել խաչի վրա։ Մենք խոսքերով կարանք ասենք, բայց իրական կյանքի մեջ հլա դուք եւ որ կարդում եք եւ որ բռնեցին Հիսուսին եւ որ չարչարում էին եւ որ տանջում էին եւ որ հռոմեական մտրակներով մտրակում էին, չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց լսել եմ որ այդ մտրակների վրա 5 հատ ճյուղ կա եւ ամեն ճյուղի վրա ինչ որ մետաղի գնդեր են, ամեն հարվածից այդ գնդերի միսը պոկում է մարմնից։ Այդպիսի տառապալից տանջանքները ամբողջ մարդկության մեղքերը ու պղծությունները դրված էր Հիսուս Քրիստոսի վրա եւ մեր պատճառով եւ որ Հիսուս խաչի վրա տառապում էր, Հայրը թողեց նրան մեղքի պատճառով եւ Հիսուս ասավ. Հայր իմ, ինչու ինձ թողեցիր։ Մեղքի պատճառով մի պահ թողեց, գիտեք ինչքան ծանր է եւ որ նրա ներկայությունը հեռանում է, նա հեռանում է, մարդը սարճում է, մարդը մնում է մենակ, մարդը մնում է անօգնական։ Եվ ընդհանրապես մարդը ինչ է ներկայացնում իրանից։ Հոբը շատ լավ էր հասկացել իր տառապանքների մեջ եւ ասում էր. ով Աստված իմ քովս երաշխավոր դիր, մեկը չկա որ իմ ձեռքը բռնի, իմ քովս երաշխավոր դիր։ Եվ տեսնում ենք որ Աստված կարծես թե լսեց Հոբի աղոթքը եւ երաշխավոր դրեց Հիսուս Քրիստոսին։ Փառք Տիրոջը։ Տիրոջ անունը մեծարվի եւ փառավորվի, եղբայրներ քույրեր։ Մեր սրտերը չփակենք, բացենք ամբողջությամբ, տրվենք իրան, ջերմանանք, լցվենք նրա հոգով, նրա աստվածային սիրով եւ վայելենք նրան այս կյանքի մեջ, ունենանք կապ ու հաստատություն իր հետ, միաբանություն, միասնություն, որ Տերը խոստացել է, որ պետքա գամ, ասավ կգնամ իմ հորս մոտ, նորեն պետքա գամ, որպեսի որտեղ որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք, ամեն։ Հավիտյան Քրիստոսի հետ երկնային կյանքի մեջ հավիտյանս հավիտենից։ Լավ չենք ուրախանում։ Սա նշան է թերահավատության։ Այսպիսի բան լսողը վեր կկենա տեղից։ Կտրճիկ ուրախանա, փառք կտա Տիրոջը։ Տերը օգնի, եղբայրներ քույրեր, հասկանանք ամբողջ ջանքը սա է։ Այս օրերը Աստված որ տալիս է մեզ, տալիս է որ մենք ապաշխարենք, տալիս է որ մենք պատրաստ լինենք։ Եթե հիմա գա Տերը, հələ մեկս մեզ հարց տանք։ Տեր ասի, եք գալիս եմ, եկել եմ, պատրաստ ես, պատրաստ ենք։ Կարանք ասենք եկուր Տեր, նրա սիրով լցված, նրա ներկայության մեջ, թե մեր մեղքերը մեզ անհանգստացնում է, թե հիշացնում է մեր մեղքերը, բա երբ պետք է ապաշխարենք, երբ պետք է ազատագրվենք, երբ պետք է մաքրվենք ու ասենք եկուր Տեր։